Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր հունիսի 2-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանի նախագահն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականին։ Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում մի շարք կարևոր փաստաթղթեր են ստորագրվել տարբեր երկրների հետ։ Ադրբեջանի ֆուտզալի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տնտեսական, էներգետիկա եւ բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի գլխավորած պատվիրակությանը։ Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Քալեբ Օրին Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում անցկացվող ցուցահանդեսների եւ Բաքվի էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար։ Գոհունակությամբ ընդգծելով, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփը ուղերձ է հղել այս միջոցառման կապակցությամբ, Իլհամ Ալիևը նշել է, որ այս մոտեցումն ու գործընկերությունը բարձր են գնահատվում եւ երախտագիտություն է հայտնել ամերիկացի առաջնորդին։ Պետության ղեկավարը անդրադարձել է Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայի կարեւորությանը, ինչպես նաեւ դրա հիման վրա տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար աշխատանքային խմբերի ստեղծմանը։ Նա ընդգծել է, որ Քալեբ Օրի գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան լավ հնարավորություն է ստեղծել համագործակցության հեռանկարները քննարկելու համար։ Քալեբ Օրը նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ողջույնը։ Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգար Սրինկևիչը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկախության օրվա կապակցությամբ։ Նամակում մասնավորապես ասվում է. «Բարձր եմ գնահատում Լատվիայի եւ Ադրբեջանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել եւ զարգանալ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային կարգի նկատմամբ հարգանքի վրա։ Ես անհամբեր սպասում եմ մեր սերտ երկխոսության շարունակմանը եւ ուրախ եմ պաշտոնական այցով հրավիրել ձեզ Լատվիա ձեզ համար հարմար ժամանակ»։ Անկախության տոնի արդիվ Ադրբեջանի նախագահին շնորհավորել է նաև Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցքին, Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբուն, Լաոսի նախագահ Թխոնգլուն Սիսուլիտը, Նիկարագուայի համանախագահներ Դանիել Օրտեգա Սավեդրան եւ Ռոսարիո Մուրիլիոն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տնտեսական, էներգետիկա եւ բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջան-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները, տնտեսական, էներգետիկ անվտանգությանը, ներդրումներին վերաբերող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր։ Ջեհուն Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանում արկա բարենպաստ ներդրումային միջավայրի, տարածաշրջանային կապվածության նախագծերի եւ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների մասին։ Հանդիպանը քննարկվել են անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պատմական պայմանավորվածություններից հետո տարածաշրջանում արկա իրավիճակը եւ նշանակալի առաջընթացը, ինչպես նաեւ հաղորդակցությունների բացումը եւ տրիպ նախագծի իրականացումը։ Բաքվի էներգետիկ շաբաթվա եւ Ադրբեջան-ամերիկյան առաջին տնտեսական երկխոսության շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը եւ Սոկարը մի շարք կարևոր համաձայնագրեր ու հուշագրեր են ստորագրել տարբեր երկրների, այդ թվում Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Սերբիայի, Սան Մարինոյի եւ Ֆրանսիայի առաջատար ընկերությունների եւ կառույցների հետ։
որոնք ընդգրկում են տնտեսության, էներգետիկայի, ներդրումների եւ թվային տեխնոլոգիաների ոլորտները, ընդհանուր $7.5 միլիարդ ֆինանսական արժեքով։ Ստորագրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջան-ամերիկյան հարաբերությունները ավանդական էներգետիկ գործընկերությունից վերածվում են ռազմավարական դիվերսիֆիկացված եւ բարձր տեխնոլոգիական տնտեսական դաշինքի։ Այդ փաստաթղթերից մեկը Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի եւ հողահազգատեպ տարրերի արդյունահանման եւ վերամշակման մատակարարման ապահովման մասին շրջանակային համաձայնագիրն է։ Փաստաթուղթը ադրբեջանական կողմից ստորագրել են էկոնոմիկայի նախարար Միքայել Ջապարովը, իսկ Միացյալ Նահանգների կողմից պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի եւ բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը։ Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելարուսում։ Նախորդին պատվիրակությունը այցելել է Մինսկում գտնվող Ադրբեջանի առևտրի տուն։ Այնտեղ նրանք տեղեկացվել են բելարուսական շուկայում ադրբեջանական արտադրանքի առաջխաղացման եւ արտահանման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Այցի շրջանակներում տեղի կունենան Ադրբեջանի եւ Բելարուսի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, ինչպես նաեւ կկազմակերպվեն մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների բալի, կերասի, ծիրանի, սալորի, դեղցի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը։ Ռոսսելխոզնադզորը Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքեր է արձանագրել։ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումների մտցվում Հայաստանի Հանրապետության ծագման եւ առաքման կորիզավոր մշակաբույսերի պտուղների եւ թարմ ներկրման, ինչպես նաև նշված արտադրանքի դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ, մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը նշված է հաղորդագրության մեջ։ Անկախ վերլուծաբանների կարծիքով գերատեսչության այս քայլը ըստ էության փորձ է ճնշում գործադրել Հայաստանի վրա հունիսի 7-ին կայանալի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սլովակիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի ֆուտզալի ազգային հավաքականը նվաճել է քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր։ 1/8 եզրափակչում Ադրբեջանի ընտրանին մրցել է Ղազախստանի հետ։ Տիպոս Արենա մարզադաշտում կայացած խաղը ավարտվել է 3-2 հաշվով։ Ադրբեջանի հավաքականի կազմում աչքի են ընկել Ռավան Քարիմովը, Իսա Աթայևը եւ Մոհամեդ Խալիլովը։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են վատթարանում։ Այս մասին տեղեկացնում են հայկական լրատվամիջոցները։ Այսօր Հայաստանում շատերը բարձրաձայնում են ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին։ Նման հայտարարությամբ հանդես է գալիս նաեւ հանուն հանրապետության կուսակցությունը, ովքեր ընտրողների հետ հանդիպումից հետո հակառուսական պաստառներով քայլերթով հասել են 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի անցակետի մոտ ու բողոքի ակցիա անցկացրել այնտեղ։ Կուսակցության ղեկավար վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը պնդում է, որ վերջին օրերին ռուսական կողմի տնտեսական սանկցիաները ընտրողների վրա ազդելու համար են իրականացվում։ Մեզ վախի եւ սպառնալիքի այսպես ալիք են փորձում բարձրացնել հայ ընտրողների եւ մեր քաղաքացիների տրամադրությունները սպառնալիք է տարածում մեր քաղաքացիների կամ արտահայտության վրա ազդելու նպատակով։ Արման Բաբաջանյանի խոսքով հայկական կողմը պետք է հայելային պատասխան տա, նախ դադարեցնի ռուսական ալիքների հեռարձակումը, հետո սկսի ռազմաբազայի դուրսբերման գործընթաց։
Կարծում եմ, այս ռազմաբազան այլևս անելիք չունի, իր առաքելությունը սպառված է եւ դրան պիտի հաջորդի ուղղակի Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումը քննարկման առարկա դարձնել ժամկետից շուտ այս ռազմաբազայի գործողությունը կասեցնելու եւ նրանց Հայաստանից դուրս շպրտելու։ Կուսակցության ղեկավարը կտրուկ քայլերի կողմնակից է։ Պարադոքս է համարում, որ օտարերկրյա բազայի կոմունալ ծախսերը հայաստանցի հարկատուներն են վճարում։ Հայաստանի հարկատուներն են նաև սրանց կոմունալ վճարները տալիս, մի բան, որ ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում չկա, եւ կարծում եմ, որ Հայաստանը պիտի ընտրի մի ճանապարհ, երբ այլևս որևէ պետության ռազմական ներկայություն պիտի բացառվի Հայաստանի տարածքում, մեր սահմանների պաշտպանությունը, մեր երկրի անվտանգությունը մենք պիտի ի վիճակի լինենք իրականացնել։ Ըստ Բաբաջանյանի պետք է հայ-թուրքական սահմանից եւս դուրս բերվեն ռուս սահմանապահները։ Կարծում եմ, որ մենք հայ-թուրքական սահմանից պետք է ռուսական հատուկ ծառայությունները FSB-ի զինծառայողներին դուրս բերելու հարց քննարկենք, դա վերջապես այդ սահմանը կդառնա հայ-թուրքական։ Այսօր ռուսները չեն համարում, որ դա Հայաստան-Թուրքիա սահմանն է, իրենք համարում են, որ դա Եվրասիական տնտեսական միություն Թուրքիա սահմանն է, իրենց դուրս դնելով այդ սահմանը կդառնար հայ-թուրքական սահման։ Արման Բաբաջանյանը պնդում էր, որ ռուսամետ ուժերին պետք է դուրս թողնել քաղաքական դաշտից։ Նրա խոսքով Հայաստանի քաղաքական օրակարգը պետք է ձևավորվի բացառապես հայ ժողովրդի կամքի եւ պետական շահերի հիման վրա, առանց արտաքին ճնշումների կամ ազդեցության։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։